Նարա Գևորգյանը ունի փոխգնդապետի կոչում եւ մեր այդ փոխգնդապետը ծառայել է ոչ թե պաշտպանության նախարարությունում, ասենց ասեմ, ինչ որ քարտուղարի է եղել մեկի ընդունարանում։ Ինքը ծառայել է Հայաստանի երևի միակ կինն է, ես այդպիսի մենակ իրան եմ ճանաչում, որ մեր բանակում ծառայել է զորքերում եւ բոլոր փաստացի բոլոր ուղղություններով, բոլոր կորպուսներում եւ շարքականն է, այսպես ասեմ, գիտի Հավսար զգաստը ինչ է նշանակում, իր մասնագիտությամբ ես որպես նախկին իր ղեկավար ու ես իրավունք ունեմ գնահատական տալ, որպես նախկին ղեկավար, ինքը բարձր պրոֆեսիոնալ է, իր գործում, ինչ վերաբերվում է իրեն, ինչի այսպես հարցակում եղավ մեր այդ փոխգնդապետի վրա, առաջինը, հարցակում եղավ ոչ թե իր անձի վրա, այ համահայկական ճակատ կուսակցության վրա, որտեղ ինքը այդ կուսակցության անդամ է, ինքը այդ կուսակցության խորհրդում է նստում, ինքը ընդամենը պատասխանում էր, եթե չեմ սխալվում ձեր հարցերին, ճիշտ եմ ասում, ձեր հարցերին, իսկ ինչն է խանգարել իշխանությանը, առաջինը, իրենք սաղից խաբում են, որ խաղաղություն, իսկ փոխգնդապետ Գևորգյանը, քանի որ ունի լայն կապեր զորքերի հետ, բոլոր ուղղություններով ծառայել, ինքը տեղեկացված է այդ ուղղություններում հանգիստ է թե ոչ, ինքը դրա մասին է խոսում, ինքը փաստացի սրանց այդ բրենդը խաղաղություն բառը սարքել են բրենդ, բայց չեն ասում, որ մենք կզած խաղաղությունը մեզ պետք է, թե չէ, դա երկրորդ հարցն է հիմա, իսկ Նարա Գևորգյանը ասում է, որ չէ, այդ քաղաքականությունն է սուտ, հասկանում եք, ինչ է սուտ է, որ գնում է Սև լճի ուղղությամբ մեր դիրքապաները, որ գնում են փոխեն, իրենց խուզարկում են, բախ չեն հերքում, ինչի տենց սիրտները բռնած չհարցակվեցին, ինչի համար, որտեղ ուզում են լռեցնեն, ընդե Արտուր անունով մի հատ տղա հարցում էր արել, միջալոց ասում շատ պրինցիպիալ տղա է, գյումրեցի, բլոգեր է կարծեմ, եթե չեմ սխալում, հարցում էր արել, պաշտպանության նախարարությանը հարցում էր արել, ասում էր ճիշտ է, որ մեր դիրքապաներին խուզարկում են, գիտեք ինչ էր պատասխանը, առաջի պատասխան ինչ եղել, թույլ տվեք մի ամիս հետո պատասխանենք, ինչ է ստացվում, ստացվում է, որ պաշտպանության նախարարությունը տեղյակ չի, մի ամիս պետք է որ գնա ուսումնասիրի բանը ոնց է կատարվում, որ նոր պատասխանի, հետաքրքիր է, չէ, ես չգիտեմ, ես եղել եմ հետախուղության պետ, եղել եմ գլխավոր շտաբ պետի առաջի տեղակալ, եղել եմ պաշտպանության նախարար, ինձ ամեն առավոտ զեկուցում էին իրադրությունը սահմանում, ստացվում է, որ մեկ ամիս պետք է դրա համար, հետո էլ պատասխան է գալիս, որ բոլոր այդ ռոտացիաները, այսպես կոչված կամ փոփոխությունները գնում են ըստ օրակարգի, չգիտեմ, ընդ ինչ-որ բառ են գրել, մենք ձեզ չենք հարցնում, դու գրաֆիկով փոխում եք, թե չէ, մենք ասում ենք այդ գրաֆիկով փոխելու ժամանակ, ճիշտ է, որ մեր զինվորին ադրբեջանցիները խուզարկում են, պատասխանեք, հա կամ չէ, ցրողական պատասխան են տվել, շոմը նույն է գլխավոր շտաբի պատասխանները հետաքրքիր է, քրեական գործ կա այնտեղ, ուրեմն երբ որ հարցումը անում է
պաշտպանը, սրանք ճիշտը պատասխանում են, որը որ իօգուտ է պաշտպանվող անձի դատարանում։ Հետո գնում է քննիչն է հարցում անում, նույն հարցի պատասխանը քննիչին տալիս են հակասող իրենց պատասխանին, որը որ պատկերացնում եք փաստաբանի հարցումները ու քրեական գործի մեջ իրեն հակասող նույն հիմնարկից պատասխաններ կա։ Հասկանք ինչ է կատարվում։ Իսկ փոխգնդապետ Գևորգյանը ասում է, որ այդ սա սուտ է։ Այդ սա սուտ է, չկա խաղաղություն, սահմանում չկա կարգ ու կանոն։ Եթե մոտոցիկլետով մարդը կարա գնա սահման, մտնի դիրքեր, ինչի մասին է խոսք։ Ես ինչքան գիտեմ մեր դիրքերը, ականապատված են ոչ միայն դիմացից, այդ թվում հետևից, թիկունքից, բայց մոտոցիկլիստը ոնց է գնացել մտե դիրքեր, ուրեմն չկա ոչ իմ բան, մեր երկրում ցավոք սրտի մենք միշտ խոսում ենք, այսպես վատն ենք խոսում, եւ այլ, բայց չկա ուրիշ բան, մարդիկ, ով որ ունի կարծիք, այսօր նստած է, կամ չի կարում վերադառնա իր երկիր, ինքը հայտարարել է ընդեղ իր ԿՊ-ի վաղտ, որ Հայաստանի տեր ու տիրականը ինքն է, իսա օֆիցիալ ասում եմ, թող հելնի հերքի, թող ասի, ես դες բան չեմ ասել, ասել է, հել է մարդը ասել է, այս երկրի տեր ու տիրականը ես եմ։ Ստե եկել է այս մի քանի օր առաջ հետ է գնաց է հայտարարել է, որ ինքը, չգիտեմ, այնտեղ եկել է ստե հարցալուծե, որ հեսա Կարապետյան Արշակին բերելու են բան անեն, ես իրա ձերքում եմ լինելու, այդ մարդը սուտ ասան, պոպուլիստ, հեծանիվ քշող, չգիտեմ, և Facebook-ի ղեկավարը։ Մենք այդ իրա հեծանվով լավ բանի չենք հասնելու։ Հասկանում եք, այսօր Հայաստանին այս վիճակից դուրս գալու համար սամալյոտ է պետք։ Հեծանիվ պետք չի։ Հասկանում եք, ես հեծանիվ չեմ ասում այն բանով, որ ասենք մարդիկ սիրում են հեծանիվ քշել, ինձ հասկացեք, ես սա որպես կերպար եմ ասում։ Մեզ այսօր հեծանիվ քշող պետք չի, մեզ այսօր սամալյոտ քշող է պետք։ Եթե կուզեք արբանյակ քշող, որ այս վիճակից դուրս գանք։